դուք ինքները ձեզ չեք հարգան։ Ես այդ դեպքում ինչի մարդը ձեզ հարգեն։ Եթե դուք կարծում եք հարգանքի արժան եք, նաև հարգեք ուրիշների իրավունքներին, որպեսզի ուրիշներն էլ կարողանան ձեզ հարգեն։ Ինչ որ միտեղ հասկանալի կլներ, որ այս ամեն ինչ անդրագիտության կամ ճշմարտության արդյունքն է, բայց դուք շատ լավ իրավաբաններ եք։ Եվ հենց այդ դայրից հիմք հատավի ասելու, որ դուք գիտակցաբար կատարում եք քրեորեն պատժելի որովհետև ըստ քրեադատաբարական օրենսգրքի քրեական վարույթ չի կարող նախաձեռնել, եթե հանցանքի մասին տեղեկությունները ստացվել են անհայտ կամ չբացահայտված աղբյուրին։ Հիմա 3 տարի ինձ է կալանքի տակ պահում, ես քանի ամիս է Թաթուլին է կալանքի տակ պահում, այն դեպքում, որ նույնիսկ քրեական վարույթ նախաձեռնել, քրեական գործ հարուցելու հիմքերը չեք ունեցել։ Օրինակ չիմացություն ու հանրագիտության արդյունքներ, երբ որ նախորդ դատական նիստի ժամանակ ես դուք ասում եմ խափանման միջոցի հարց պետք է քննարկվի, ու խափանման միջոցի հարցը 2 ամիս հետո պետք է քննարկվի։ Դա չիմացության արդյունք է։ Բայց ես չգիտեմ ով ալերել մարդը, երբ որ դատանը մերժեց իմ միջնորդությունը, 2 ժամ հետո հրատապ դատական նիստ նշանակեց, որ խափանման միջոցի հարցը քննարկվի։ Այդ խելոք մարդու հետ միայն էլի քննարկեցեք, ինքերից անընդհատվեք, միգուցե ճիշտ փոխ